Հակոբի երազը։ Ռեբեկան լսեց, որ Եսավը սպառնում է սպանել իր սիրելի որդի Հակոբին։ Այդ մասին հայտնեց Հակոբին ու խորհուրդ տվեց փախչել իր եղբոր Լաբանի մոտ ու որոշ ժամանակ այնտեղ ապրել, մինչև որ Եսավի զայրույթն իջնի։ Հակոբի մեկնելուց առաջ Իսահակը իր մոտ կանչեց նրան ու պատվիրեց չամուսնանալ Քանանի աղջիկներից որևէ մեկի հետ, այլ աղջիկ առնել Միջագետքի դստրերից։ Ապա Իսահակը օրհնեց նրան ասելով. «Թող ամենակարող Աստվածը օրհնի քեզ, թող Աբրահամի օրհնությունը տա քեզ ու քո սերնդին»։ Հակոբի ճանապարհորդությունը շատ օրեր տևեց։ Ճանապարհին գիշերը վրա հասավ ու նա մի տեղ կանգ առավ, գլխի տակ մի քար դրեց ու քնեց բաց երկնքի տակ։ Այնտեղ Աստված նրան մի հրաշալի երազ տվեց։ Հակոբը երազում տեսավ մի սանդուղ, որի ծայրերը երկինք էր հասնում ու որի վրա Աստծո հրեշտակները իջնում և բարձրանում էին։ Աստված խոսեց նրան ու ասաց. «Ես Տերն եմ, քո հոր Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը։ Այն երկիրը, որի վրա պարտկած ես, տալու եմ քեզ և քո սերնդին։ Ես քեզ հետ եմ և ուր էլ որ գնաս, քեզ պահպանելու եմ»։ Հակոբը քնից արթնացավ ու ասաց. «Իրոք Աստված այստեղ էր, բայց ես չգիտեի»։ Հետո վերցրեց այն քարը, որը գիշերը գլխի տակ էր դրել, որպես հուշարձան կանգնեցրեց և ուղտ արեց Տիրոջը ասելով. «Եթե Աստված ինձ հետ լինի ու պահպանի ինձ այս ճանապարհին, որով գնում եմ, ինձ հաց տա ու հագնելիք և խաղաղությամբ վերադառնամ հորս տունը, Տերը իմ Աստվածը կլինի, և այս քարը, որը որպես հուշարձան եմ կանգնեցրել, Աստծո տունը կլինի, ու այն ամեն բանից, որ դու կտաս ինձ Աստված, 10-րդ կտամ քեզ»։ Հակոբի հանդիպումը Ռաքելի հետ։ Շարունակելով դեպի Միջագետք իր երկար ճանապարհը, Հակոբը վերջապես հասավ այնտեղ, ուր սքանչելի արոտավայրեր կային։ Կանգ առավ մի ջրհորի մոտ, որի անցքը մի մեծ քարով էր փակված։ Հովիվներ մոտեցան, ջրհորի անցքը փակող քարը տեղաշարժեցին, իրենց նախիրը ջրեցին ու քարը ետ դրեցին։ Հակոբը մոտիկ գտնվող հովիվներին հարցրեց. «Նաքովրի որդի Լաբանին ճանաչում եք»։ Նրանք ասացին. «Այո, ճանաչում ենք, ահա նրա աղջիկը Ռաքելը ոչխարների հետ գալիս է»։ Ռաքելը իր արածած ոչխարների հետ ջրհորին էր մոտենում։ Ռաքելին տեսնելով Հակոբը մի կողմ հրեց ջրհորի քարը ու իր քեռու Լաբանի ոչխարները ջրեց։ Հետո համբուրեց Ռաքելին և ուրախությունից լաց եղավ, ասելով, որ ինքը նրա հորաքրոջ տղան է։ Այդ լսելով Ռաքելը տուն վազեց ու հորը հայտնեց։ Հայրը դուրս վազեց, գրկեց Հակոբին, համբուրեց ու տուն բերեց։ Հակոբը մնաց քեռու մոտ ապրելու, ծառայելու նրան, արածելով նրա նախիրը։ Հակոբը Լաբանի մոտ մնաց և ծառայեց 7 տարի, որպեսզի նա իր դուստր Ռաքելին իրեն կնության տա։ Այդ 7 տարիները Հակոբին օրեր թվացին, որովհետև սիրում էր Ռաքելին։ Իսկ Լաբանը նրան կնության տվեց իր 2 աղջիկներին՝ Լիային և Ռաքելին։ Հին ժամանակներում կարելի էր ամուսնանալ իր ազգականի հետ ու թույլատրվում էր մի քանի կին առնել։ Հակոբը մենամարտում է Աստծո հետ։ Մի օր Տերը Հակոբին ասաց, որ հայրենիք վերադառնա։ Հակոբը վերցրեց իր կանանց ու երեխաներին, հավաքեց ունեցվածքը ու ճանապարհ ընկավ դեպի Քանանի երկիրը, չգիտենալով, թե արդյոք Եսավի բարկությունը իջել է, թե ոչ։ Նրա բարկությունը մեղմացնելու համար նա շատ նվերներ ուղարկեց նրան։ Հայրենիք վերադառնալու ճանապարհին Հակոբի կարավանին գետակ հանդիպեց։ Հակոբը ծանծաղուտով բոլորին մյուս ափ անցկացրեց, ու ինքը որոշ ժամանակ մենակ մնաց մյուս ափում։ Հանկարծ ինչ-որ մեկը հանդիպեց իրեն և մինչև լուսաբաց մենամարտեց նրա հետ ու ազդրի ջիղը վնասեց։ Լուսաբացին նա Հակոբին ասաց. «Բաց թող ինձ, որովհետև լույսը ծագեց»։ Հակոբն ասաց. «Չեմ բաց թողնի քեզ, մինչև ինձ չօրհնես»։ Մյուսն ասաց. «Ի՞նչ է անունդ»։ Պատասխանեց. «Հակոբ է»։ Իր հետ մենամարտողն ասաց. «Այսուհետև քո անունը ոչ թե Հակոբ կլինի, այլ Իսրայել, որովհետև դու Աստծո հետ մենամարտեցիր ու մարդկանց պիտի հաղթես»։ Հակոբն էլ հարց տվեց. «Ասա ինձ քո անունը»։ Պատասխանը եղավ. «Ինչու ես իմ անունը հարցնում»։ Եվ նա օրհնեց Հակոբին։ Երբ Հակոբը մենակ մնաց, հասկացավ, որ Աստծո հետ էր մենամարտել։ Աստված առատորեն օրհնեց Հակոբին, այն բանի համար, որ նա համառորեն օրհնություն էր խնդրում։ Հակոբն ու Եսավը հաշտվում են։ Քանանու երկիրը մոտենալով Հակոբը տեսավ, որ Եսավը 400 մարդկանցով դեպի իրեն է գալիս։ Այն ժամանակ նա առաջ անցավ ու եղբորը մոտենալով 7 անգամ մինչև գետին խոնարհվեց։
Եսավը եղբոր ընդառաջ վազեց, գրկեց ու երկուսով լաց եղան։ Հետո մոտեցան կանայք, երեխաներն ու ծառաները և խոնարհվեցին Եսավի առաջ։ Եսավը Հակոբին հարցրեց. «Ինչու ես այսքան շատ նվերներ ուղարկել ինձ»։ Հակոբը պատասխանեց. «Որպեսզի քո առաջ շնորհ գտնեմ»։ Եսավը սիրալիր ասաց. «Ես շատ բան ունեմ, եղբայրիմ, քոնը թող քեզ մնա»։ Հակոբը առարկեց. «Ոչ, եթե քո առաջ շնորհ գտա, ապա ընդունիր նվերս, ընդունիր իմ քեզ բերած բարիքները, որովհետև Աստված ինձ պարգևել է, ու ես ամեն բան ունեմ», ու խնդրեց Եսավին ընդունել իր նվերները։ Ապա Եսավը իր տուն վերադարձավ, իսկ Հակոբը բնակություն հաստատեց Քանանում Սիվքեմ քաղաքի մոտ։ Հողի մի մասը գնեց ու այնտեղ վրան խփեց։ Նա զոհասեղան շինեց ու նրան Աստված Իսրայելի Աստվածը անվանեց։ Այսպես իրականացավ հրաշալի երազը, որ նա տեսել էր իր փախստական ու միայնակ կյանքի դժվարին ժամանակներում։ Տերն ուղարկեց նրան այն բոլորը, ինչ խոստացել էր, ու Հակոբը չմոռացավ շնորհակալություն հայտնել նրա արածի համար։ Հովսեփը, Հակոբի սիրելի որդին։ Եվ այսպես Հակոբը նորից հաստատվեց Քանանի երկրում։ Այստեղ Ռաքելը մի երեխա ևս ունեցավ՝ Բենյամինը։ Այսպիսով Հակոբը ունեցավ 12 որդիներ ու 1 դուստր՝ Ռուբեն, Շմավոն, Ղևի, Հուդա, Դան, Նեփթաղիմ, Գադ, Ասեր, Իսաքար, Զաբուղոն, Դինա, Հովսեփ ու Բենյամին։ Իր որդիներից Հակոբը ամենից շատ սիրում էր Հովսեփին, քանի որ նա իր ծերության զավակն էր։ 17 տարեկան Հովսեփը իր եղբայրների հետ հոտ էր արածեցնում, և Հովսեփը նրանց արած չարությունները պատմում էր նրանց հորը։ Մի անգամ Հակոբը Հովսեփին մի շատ սիրուն բազմագույն զգեստ նվիրեց, ու նրա եղբայրները նախանձում էին նրան, որովհետև իրենց հայրը բոլոր եղբայրներից ավելի էր սիրում նրան, և ատեցին նրան ու չէին կարողանում սիրով ու խաղաղությամբ խոսել նրա հետ։ Հովսեփը դեռ չգիտեր, թե իր եղբայրների ատելությունն ու նախանձը ինչ հետևանք պիտի ունենար։ Նա սիրում էր Աստծուն ու նրա պատվիրանների համեմատ էր ապրում։ Այդ պատճառով էլ հետագա բոլոր դժվարությունները, որոնք պատահեցին իրեն, Աստծո օգնությամբ օրհնաբեր եղան թե իրեն և թե իր ընտանիքին։ Հովսեփի երազները։ Հովսեփը մի երազ տեսավ։ Երազը պատմեց իր եղբայրներին, ու նրանք ավելի ատեցին իրեն։ Հովսեփը նրանց ասաց. «Լսեցեք այն երազը, որ տեսել եմ։ Ահա մենք դաշտում որաներ էինք կապում։ Ահա իմ որան վեր կացավ և ուղիղ կանգնեց, և ահա ձեր որաները նրա շուրջը կանգնեցին ու իմ որային երկրպագություն արեցին»։ Եղբայրները նրան ասացին. «Մի՞թե դու թագավորելու ես մեզ վրա»։ Ու նրա խոսքերի և երազների համար ավելի ատեցին նրան։ Նա մեկ ուրիշ երազ էլ տեսավ ու պատմեց եղբայրներին, ասելով. «Ահա Արեգակը և Լուսինը և 11 աստղերը ինձ երկրպագություն էին անում»։ Եվ իր հորն ու եղբայրներին պատմեց։ Հայրը հանդիմանեց նրան և ասաց. «Այս ինչ երազ է, որ տեսել ես։ Մի՞թե ես քո մայրը և քո եղբայրները իսկապես պետք է գանք ու մինչև գետին խոնարհվենք»։ Եղբայրները նախանձեցին իրեն, իսկ հայրը մտքում պահեց այդ խոսքը։ Մի օր, երբ Հովսեփի եղբայրները տնից հեռու հոտելն էին արածում, Հակոբը Հովսեփին ուղարկեց նրանց տեսնելու, նրանց առողջության մասին իմանալու ու իրեն տեղեկացնելու։ Հովսեփը ուրախությամբ ճանապարհ ընկավ։ Դաշտում երկար թափառեց, մինչև գտավ իր եղբայրներին։ Նրան հեռվում տեսնելով եղբայրները չարությամբ ասացին. «Երազ տեսնողը գալիս է»։ Ու երբ Հովսեփը մոտեցավ, պայմանավորվեցին սպանել նրան, ասելով. «Եկեք սպանենք նրան ու նետենք մի փոսի մեջ, ու մեր հորն էլ ասենք, որ մի գազան կերավ նրան»։ Հետո չարությամբ ավելացրին. «Ու տեսնենք, թե ինչ պիտի լինեն նրա երազները»։ Եղբայրները Հովսեփին վաճառում են։ Եղբայրներից ամենաավագը Ռուբենը մյուսներից բարի էր։ Երբ լսեց Հովսեփի դեմ կատարվելիք չարության մասին, որոշեց ազատել նրան ու հորը վերադարձնել։ Ռուբենը սկսեց համոզել եղբայրներին չսպանել նրան, այլ միայն փոսի մեջ նետել։ Եղբայրները համաձայնեցին, ու երբ Հովսեփը իրենց մոտեցավ, իր վրայից հանեցին գույնզգույն զգեստը ու իրեն փոսի մեջ նետեցին։ Հանկարծ վաճառականների մի կարավան նկատեցին, որը Գաղաադից Եգիպտոս էր գնում։ Եղբայրներից մեկը առաջարկեց Հովսեփին վաճառականներին ծախել։ Բոլորը համաձայնեցին, ու երբ կարավանը իրենց մոտով էր անցնում, նրանք իրենց եղբորը 20 արծաթադրամով վաճառեցին։ Վաճառականները Հովսեփին Եգիպտոս տարան, իսկ եղբայրները մի այծ մորթեցին, նրա արյունը Հովսեփի զգեստին քսեցին
ու իրենց հորն ուղարկեցին ասելով. «Մենք սա գտանք, նայիր արդյոք քո որդու զգեստն է, թե ոչ»։ Հակոբը ճանաչեց զգեստը ու ցավով բացականչեց. «Սա իմ որդու զգեստն է»։ Մի չար գազան կերել էր նրան։ Իրոք Հովսեփը բզկտված է։ Դառը ու անմխիթար լաց եղավ Հակոբը իր սիրելի որդու կորստյան վրա։ Չար զավակները խաբեցին իրեն։ Բայց ամենատես ու ամենազոր Աստծուց ոչինչ թաքցնել հնարավոր չէ։ Նա տեսավ եղբայրների սրտում բուն դրած նախանձը, որը հասցրեց ատելության, հանցագործության ու ստի։ Մենք պետք է մշտապես աղոթենք, որովհետև մեր սրտերում ամենաաննշան նախանձն անգամ արմատ չգցի, որովհետև կարող է դրանից մեծ վնաս հասնել։ Հովսեփը պալատականի տան կառավարիչ։ Վաճառականները Եգիպտոսում Հովսեփին որպես ստրուկ ծախեցին պալատականին, այսինքն Եգիպտոսի փարավոնի օգնականին։ Տերը անընդհատ իրեն դիմող Հովսեփին օգնում էր ամեն ինչում։ Այդ պատճառով էլ հաջողակ էր այն բոլոր գործերում, որ իրեն հանձնարարում էին։ Հովսեփի տեր Պետապրեսը նկատեց, որ Հովսեփի արած ամեն բանում Աստված հաջողություն էր տալիս նրան։ Այդ պատճառով սիրեց իրեն ու իր ողջ տան կառավարիչը կարգեց, իր հսկողության տակ դնելով այն ամենը, ինչ ուներ։ Իսեր Հովսեփի Աստված պալատականի տունը օրհնեց։ Հովսեփը իմաստությամբ կառավարեց ամբողջ տունը։ Նրա տերը ոչ մի հոգս չունեցավ։ Հովսեփը գեղեցիկ երիտասարդ էր, այնպես պատահեց, որ Պետապրեսի կինը սիրահարվեց նրան, և քանի որ նա հեթանոս էր, չէր ճանաչում տիրոջը ու նրա պատվիրանները, գայթակղեցնում էր Հովսեփին, որ իր հետ շնություն անի։ Սակայն Հովսեփը, որ սիրում էր Աստծուն, մերժեց նրա առաջարկությունները և ասաց. «Ինչպես կարող եմ ես այն մեծ չարությունն անել ու մեղանչել Աստծո դեմ»։ Երբ Պետապրեսի կինը տեսավ, որ Հովսեփը չի համաձայնում իր առաջարկին, որոշեց նրանից վրեժ լուծել։ Նա ստեց իր ամուսնուն ու մեղադրեց Հովսեփին ասելով. «Ահա հրեածառան, որ դու բերեցիր մեզ, ինձ մոտ եկավ, ինձ խայտառակ անելու, սակայն երբ ես ձայնս բարձրացրի ու գոռացի, նա իր զգեստը թողեց ինձ մոտ ու դուրս փախավ»։ Երբ նրա տերը լսեց իր կնոջ խոսքերը, որ ասաց այսպես վարվեց քո հրեածառան ինձ հետ, խիստ բարկացավ ու նրան նետեց այն բանտը, ուր թագավորի կալանավորներն էին բանտարկված, և նա այնտեղ բանտում մնաց։